Բարի երեկո, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Սկսենք նրանից, որ պրիվետ Ռոբի ֆենոմենը կամաց մոտեցավ եւ կարծես թե հասնում է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիկնազորին։ Տասնամյակներ շարունակ մեր շրջանում քննադատվել է այն իրադարձությունը, տխրահռչակ իրադարձությունը Պապլավոկում տարիներ առաջ, տասնամյակներ առաջ տեղի ունեցած, երբ Ռոբերտ Քոչարյանին Պողոս Պողոսյանը, իդեպ դաշնակցական, ըստ խոսքերի, ըստ այսպես շրջանառվող լուրերի, պրիվետ Ռոբ ասելու համար թիկնազորի կողմից դաժան ծեծի ենթարկվեց եւ սպանվեց։ Չգիտեմ, սպանությունը դիտավորյալ էր թե չէ, իմ կարծիքով հոգուս մեղք չանեմ, ինձ թվում է ծեծը իրոք դաժան է եղել, արարքը հանցավոր է եղել իհարկե, եւ իդեպ դրա համար համարժեք պատիժ ոչ ոք չի ստացել, բայց ենթադրում եմ, որ այսպես ասած անզգույշ ծեծելու արդյունքում մարդուն սպանել են։ Ամենայն դեպս դրա համար ոչ ոք չի պատժվել, ավելին Ռոբերտ Քոչարյանը արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցում է ընտրություններին, արդեն երկրորդ անգամ, ու կարծես իրանք իրար շատ լավ են հասկանում։ Այսօրվա մեր Վանաձորի այցից հետո հատկապես Նիկոլ Փաշինյանին համակիրներին, ում հետ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հատկապես Նիկոլ Փաշինյանի համակիրներին ուզում եմ սա հիշեցնել եւ ոչ միայն մեր Վանաձորի հայրենակիցներին, այլ ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրար հետ քաղաքական դաշտը մեջ արած քարոզարշավ են անում։ Այնիշ տասնամյակներ խոսվել է, որ հարայ բուդույ գիտեք Քոչարյանի թիկնազորը ահա այսպիսի արարքներ է արել։ Եվ բնականաբար ոչ մի հատուցում, ոչ մի արդար դատավարություն։ Էսը սենց, այսօրվա դեպքը ինչքանով է պրիվետ Ռոբ, եթե այդպես դիտարկենք, ինչքանով որ հասցրել եմ մամուլից տեղեկանալ, իհարկե բավականին լավ ուսումնասիրել եմ այս պահին եղած տվյալները, եթե նոր տվյալներ կան, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք կամ հղումները տվեք, ինչա տեղի ունեցել։ Մարդիկ գնացել են եկեղեցի, հավատացյալ ժողովուրդը, իրենց հավատից, տոնակատարության խորհրդից ելնելով աղոթք են անում, կանգնած, ժամերգություն է, մարդը կանգնած աղոթք անում, կոնկրետ մի երիտասարդ տղա, աղոթագիրքը ձեռքին, կանգնած աղոթք անում, եւ հանկարծ հայտնվում է պարոն վարչապետը, ում ամենայն հավանականությամբ կամ գրեթե համոզված եմ, լավ ինչ գրեթե համոզված եմ, չէին սպասում։ Ու ոչ թե չէին սպասում, այլ չեն էլ ուզում, որ նա այնտեղ հայտնվի։ Ինչու՞։ Դե որովհետև կենտրոնում գտնվող այդ եկեղեցին, Երևանում գտնվող այդ եկեղեցին, նախ ընդհանրապես եկեք մի հատ նախաբան ասեմ, Երևանում Նիկոլ Փաշինյանը ընդունելություն չունի։ Կլինեն առանձին մարդիկ, ովքեր ինչ որ տենց շատ խիստ դրամատիկ, թատերական, հուզառատ, ուրեմն գրկախառնվել, համբուրվել եւ այլն Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ընդհանուր առմամբ Երևանում Նիկոլ Փաշինյանը առանձնակի ընդունելություն չունի, իսկ Կենտրոն համայնքում առավել եւս, որքան հիշում եմ 21 թվականի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը միակ համայնքը, որտեղ հաղթանակել էր Նիկոլ Փաշինյանին, դա Կենտրոն համայնքն էր։ Դա նախ հիշեցնեմ։ Իսկ արդեն Սրբազան պայքարի ժամանակ Բագրատ Սրբազանի կողմից կազմակերպված եւ կամ չկազմակերպված կամ վարվող մի խոսքով Սրբազան պայքարի ժամանակ այդ եկեղեցին հենց եղել այն հիմնական եկեղեցին, որտեղ ընդդիմադիրները հավաքվում էին։ Այսինքն դա այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի իմացած
հոգևորականներով, տիրադավներով սպասարկվող եկեղեցի է եւ այնպես չի որ Նիկոլ Փաշինյանի գործադիրի եւ օրենսդիրի այսպես համակիրներով լցված գեղական տասովշիկներով լցված եկեղեցիներից էր, չէ։ Դա սովորական, բնական մի եկեղեցի էր, որտեղ Նիկոլ Փաշինյանին չէին սպասում։ Եվ ահա երիտասարդը կանգնած իր համար աղոթք անում, Նիկոլ Փաշինյանը մտնում է եկեղեցի։ Բնականաբար ոչ որպես վարչապետ, չէ, որպես հոգևոր հոտի մի անդամ, ով այդ նույն հոգևոր հոտի նկատմամբ ամիսներ շարունակ պաշտոնական դիրքի չարաշահումով բազմաթիվ ոտնձգություններ է թույլ տվել եկեղեցու նկատմամբ, եկեղեցական այրերի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ է թույլ տվել եւ ոչ թե մտնում կանգնում է, այլ ժամերգության ժամանակ մարդիկ կանգնած աղոթում են, սկսում է առաջ գնալ։ Ոչ թե ինքը հետևից գցած Ալենից Սիմոնյանին եւ այդ ամեն ինչը թիկնազորով այդ ամբողջը տեսնում ենք տեսանյութերում կա, այսպես հրելով մարդկանց տարածություն բացելով գնում են։ Նախ ովքեր օրենքից ու իրավունքից կխոսեն, ուրեմն հիշատակեք ուրեմն, որ թիկնազորը այտենց չի կարա մտնի ու մումուզի բրդի ու նախապես պատրաստվում են դրան։ Եթե վարչապետը, պետության գործադիր ղեկավարը ունի նման այց, նրա անվտանգությունը ոչ թե տեղում ոտի վրա ձեռի հետ մի բան անում են, այլ նրա անվտանգությունը ապահովում է նախապես պլանավորված։ Սա առաջին, ինչը տեսանյութերում է դեպքում, որ այդպես չի, գալիս են ոտի վրա, սկսում են անվտանգության աշխատակիցները, թիկնազորը, այսպես ճանապարհ բացել, ում հաշվին, վիր խաշվին, մարդիկ կանգնած աղոթում են, սատանաներ, մարդիկ կանգնած աղոթում են, ուր եք բրդում, ձեր էշը ու գնում, ուր, ասենք ինչ պետք է անել, պետք է գնալ հասներ են, դե ինչ է, սպասեիք էլի այ մարդիկ կանգնած աղոթում են, ամեն ինչից անտեղյակ, առավոտը մարդիկ զարթնել են, այդ տղեն, իրա մայրը, իրա հայրը, իրա քույրը, եղբայրը, ընկերը, առավոտը զարթնել են, որ այ մարդ այսօր հոգևոր խորհուրդ ունեցող օր է, իրանք էլ ըստ էության առաքելական եկեղեցու հավատավոր են, վեր են կացել մարդիկ, ինչ իմանան ինչ շառա գալու գլխներին, գնացել են եկեղեցի։ Բանը հասնում է նրան, որ թիկնապահը թիկնապահները բրդում են այդ տղուն, որ տեղ ազատեն։ Ու այդ տղան ասում է, ես ուզում եմ մեջտեղում կանգնեմ, այդ տեսանյութում երևում է։ Այսինքն ես ուզում եմ կանգնեմ այնտեղ, որտեղ կանգնած եմ։ Հիմա բոլոր նրանց, ես հիմա Facebook-ում ֆռում եմ, Միացյալ Նահանգների օրինակն եմ բերում, որ Միացյալ Նահանգներում արդարադատությունը ահա այսպես կիրականացվեր այնպես։ Ես հիմա Միացյալ Նահանգների օրինակով ձեզ կներկայացնեմ։ Ու սա խնդրում եմ այս տեսանյութը կիսվեք, փոխանցեք բոլոր այն մարդկանց, ովքեր Միացյալ Նահանգների օրենքներն են վկայակոչում, կիսատ-պռատ, խեղաթյուրված, ճիշտ այնպես, ինչպես նրանք ընկալում են ամբողջ քաղաքականությունն ու սոցիոլոգիան։ Ինչպես ընկալում են ընդհանրապես հասարակագիտությունը, այնպես էլ կիսատ-պռատ, խեղաթյուրված, իրաց թայֆայական շահերն արդարացնող ներկայացնում են նաև ես։ Միացյալ Նահանգներում ոչ մի նախագահի թիկնազոր չէր կարա կեսից մտնել եկեղեցի ու քաղաքացու ստիպել, որ ինքը իր տեղը փոխի, հրեն, որ նա գնա։ Ոչ ոք այդ իրավունքը չունի, եթե մարդը կանգնած իր համար աղոթագիրքը ձեռքը աղոթում է։ Սա մեկ, այնպես որ պրովոկացիան, սադրանքը, իրավունքի ոտնահարումը սկսվում է թիկնազորի կողմից Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ։ Մարդն ասում է, ես ուզում եմ ստեղ կանգնեմ։ Նրան շարունակում են բրդել։ Այդտեղ երևում է ոնց է այս տղայի ձեռքը բարձրանում։ Հիմա ասում են, այս մարդը, եթե Թրամփը լիներ, եթե այս ինչը լիներ, սենց մի բան լիներ, կամ մի քանի ստահոդ տեղեկություններ տարածողներ էլ ասում են, թե իբր թե նույնիսկ ինտերնետում նախագահին հայհոյելու համար մարդիկ բռնվել են, սուտ եք ասում, այտենց բան գոյություն չունի, Ամերիկայի պատմության մեջ այտենց բան չի եղել։
միգուցե կոնկրետ սպառնալիք են հնչեցրել, որ այսպես կանգնեն, այսինչ օրը, այսինչ տեղը, այսինքն ոչ միայն ատելության խոսք, նույնիսկ ատելության խոսքի համար չեն կարող մարդկանց հետապնդել նախագահի հանդեպ եղած ատելության խոսքով։ Կոնկրետ, նույնիսկ բռնության կոչը պիտի լինի կոնկրետ, գործնական, կոնկրետացված։ Այդպես որ պետքա նախագահին օրինակ կախաղան բարձրացնել, այս խոսքի համար ոչ ոք էլի չի հետապնդվի օրենքի կողմից։ Պիտի կոնկրետ ասել, ես Պողոսը, Չալոն, Բալոն հավաքվում ենք, այսինչ օրը գնում ենք, նախագահին վերտալյոտը ենթադրենք, ուղղաթիռը վերցնում ենք, տանում ենք, այսինչ տեղը, այ դա արդեն կարա դատվի Միացյալ Նահանգներում։ Այնպես որ այդ սուտը թե իբր թե Ամերիկայի նախագահներին հայհոյելու համար մարդիկ դատվում են, գնացեք ձեր գեղերում պատմեք։ Հա, բայց գեղամիջում չպատմեք հանդարտ, որտեղ ընդեղ էլ հավատացող չի լինի։ Այնտեղ միտեղ չոլերում փափախով մեկին գտեք ու սկսեք այդ հեքիաթները պատմել։ Հիմա կոնկրետ այս տղային հրում են, այս մարդը ձեռը բարձրացնում է ու ձեռը արդեն սխմում են, բռնում են թիկնազորը, Նիկոլ Փաշինյանը փորձում է հետ գնալ։ Մի հատ նախ ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին, պարոն Փաշինյան, ինչի եք հետ գնում։ Կարող է այդ տղան ձեր մեջ սուրբ հա տեսնում, դուք գիտեք ավետարանի են պատմությունը, որ մեղավոր կինը, հիվանդ կինը, կներեք, հիվանդ կինը Հիսուսի շորերին կպնում է ու ապաքինվում է, առողջանում է։ Քո գիտեք այդ պատմությունը։ Ուշադիր, սա այս մեր ամբողջ ուղիղ եթերի առանցքն է։ Ուրեմն, Աստվածաշնչում այդպիսի դրվագ կա, որ հիվանդ կինը հավատով լեցված, որ գիտի հերիքա, որ ինքը կպնի Հիսուս Քրիստոսի շորերին ու ինքը կառողջանա, ու ինքը կպնում ու առողջանում է։ Ու սա որպես մեծ հավատի, հրաշքի եւ մեծ հավատի օրինակ է բերվում։ Եվ եթե չեմ սխալվում, Քրիստոս անդրադառնում է այս օրինակին եւ այդ կնոջ մեծ հավատին։ Հիմա պարոն Փաշինյան, կարող է մարդս այդ տղեն էլ տենց մեծ հավատ ունի ձեր նկատմամբ, որ ձեր ձեռը բարձրացնում է, ուզում է ձեզ կպնի, որպեսզի առողջանա, հոգով մաքրվի, մեղքերից ազատվի, խղճում խաղաղություն գտնի։ Պատկերացնում եք։ Բայց չգիտես ինչու այդ տղան միջև Փաշինյանի գնալը, որ ասում է ես ուզում եմ ստեղ կանգնեմ։ Այսպեսի բան է ասում Նիկոլ Փաշինյանին, ասում է տես չնայես վրես։ Ու էլի է կրկնում, տես չնայես վրես։ Կարող է Փաշինյանը չի զգում, բայց պարոն Փաշինյան, քանի որ միջավայրը հոգևոր է, իսկ միգուցե ձեր աչքերից սատանան է նայե այդ ժամանակ այդ տղայի վրա։ Եվ աղոթագիրքը ձեռքին կանգնած երիտասարդը միգուցե սատանային է ասում, տես չնայես վրես։ Հələ մի հատ էսել մտածեք, արդյոք այս ամեն ինչի մեջ միստիկա չկա։ Եթե միստիկա չկա, ինչի մարդը առավոտ բալուսով հանգիստ ինքը իր համար գնում է եկեղեցի ու այս տեսակ շարի մեջ հանգնում։ Կարող է այնուամենայնիվ սատանի մատը ստեղ խառնա։ Հա? Ես մի անեկդոտ ստեղ պատմեմ։ Ուրեմն սատանեն տղի հետ նստած է, հեռվում դաշտի մեջ մի չոբան հովիվ ընկել է մի հատ հորթի հետևից։ Ուրեմն այս հորթը հորտրճիկ չի տալի։ Հորտրճիկ չի տալիս։ Այս չոբանը մի այդքան էլ մեծ հորթ չի, էլի, պետք է որ չոբանի ուժը պատի էս սամթը գցի էս հորթին զսպի։ Չի կարող։ Ոնց անում է, թոկն է գցում, կոտոշել չկա նորմալ վրան։ Կոտոշներից է այդ դալար բանը, բողբոջ կոտոշներից է քաշում էս կոմենկո, ոնց անում է չի կարում էս հորթը հոտրճիկ չի տալի, հոտրճիկ չի տալի։ Այս սատանի երեխեն ասում է, սատանին է ասում է պապա, ասում են ինչի չի կարում են բանը, չոբանը այդ հորթին խելքի բերի, էլի կարգի հրավիրի։ Սատանեն ասում է տղես ասում է, ես եմ ասում է, բզբզում ասում է, չեմ թողում, խանգարում եմ, ասում է դու ոնց ես խանգարում, որ ստե նստած են հորթը ընդեղ, սատանի ճուտն է ասում, ձակը, տղեն, ասում է դու ստե նստած նա ընդե, ոնց ես խանգարում,
Սատանեն ասում է ես ստե եմ, բայց մատս այն հորթի տրածակում է, այն հորթի տրածակի մեջ է, բզբզում է անդից, հասկանում ես, հորթն է խելագարվել է, հիմի պարոն Փաշինյան, ես եմ ուզում ասեմ, կարող է տրածակը մտ մի մատ թե սատանեն բզբզում էր, էլ է գնացել ընգել ես այդ մարդկանց մեջ, դիվա դաթար ես անում, ապա կանում ես, սրբապղծում ես, այլանդակում ես, վերջում էլ մարդուն սարքում ես քրեական հանցագործ, դրա ընտանիքին էլ քցում բերդի դռները, հելա ասա տեսնեմ, կարող է տենց մի բան, այն ու ամենայնի մեջդ կա էլի, Այստեղ են ասում տենց չնայես վրես, երկու անգամ ասում տեսանյութի մեջ կա, հետո Փաշինյանը ֆռում է որ գնա, ու տեսանյութի մեջ երևում է մի հատ ձեռով, ասած ուսին հարված, սա արդեն հանցագործություն է, հարգելիներս, ենթադրում եմ, որ այդ տղայի ձեռքն էր այդ հարվածը, թեև նաև մամուլում տեսա, որ հարվածել են այդ տղայի ծնոտին, ստեղել է բզբզում, այս ինտերնետից մեջ չիլա, մատը կծե բզբզում է, Ընթատվում է 1000 ներողություն, ժողովուրդ, ու էլի կարա ընթատվի, բայց շարունակելու եմ եթերս, ուրեմն այդ տղային տենց ծալում են, ոլորում են, գցում են գեդին մի խոսքով տանում են, այն մնացածը պրիվետ ռոբի շրջանակներում, բայց ավելի այսպես քաղաքակիրթ ձևով, էլի, ավելի մեր դարին բնորոշ, վերջին հաշվով պրիվետ ռոբից քանի տարի անց է, 25 26 ավել տարի անցել է, 30 տարի համարյա անցել է, պրիվետ ռոբի ժամանակներից, հիմա նայեք, այո այդ տղայի հարվածելը, դա հանցագործություն է, չի կարելի ոչ մի դեպքում դա անել, այո Միացյալ Նահանգներում դրա համար լուրջ պատիժ է հասնում, բայց Միջև ես արհեստական բանականության հետ մանրամասն բազմակողմանի խոսեցի ամերիկյան դատավորները այս հարցին ոնց կնայեին, ամերիկյան օրենսդրության շրջանակներից։ Ուրեմն ուզում եք բանը եզրահանգումը կարդամ, թեև սա բացարձակ ճշմարտություն չի, բայց ընդհանուր գծերով էլի։ Ուրեմն դատական եզրակացությունը ըստ արհեստական բանական Gemini-ով մի խոսքով Google-ի AI-ն է։ Մեղավորություն, քաղաքացին ճանաչում է մեղավոր, պաշտոնական անձի նկատմամբ պարզ հարցակման, ինչու որտեղ թե ապացուցում է, որ դիտավորություն չկա, նախապես չի պլանավորել իր համար հանգիստ կանգնածը թե աղոթում էր, եւ վերջին հաշվով ոչ վնասա տվել, ոչ բան, այնքան որ ուսին կպել է, բայց կապ չունի, ճանաչվում է մեղավոր, պաշտոնական անձի նկատմամբ պարզ հարցակման մեջ, օրենքը չի կարող թույլ տալ, որ քաղաքական դժգոհությունը վերածվի ֆիզիկական բախման, այլապես պետությունը կվերածվի քաոսի։ Բայց միևնույն ժամանակ պատիժը ասում է, մեղավորությունը կճանաչվի, ինչպիսի պատիժ կսահմանվի։ Հաշվի առնելով աֆեկտը, այսինքն հուզական ռեակցիան, որտեղ տղայի մոտ եղել է հուզական ռեակցիա։ Իր դիմաց կանգնած է, ասեցի, սատանայի կողմից ուղարկված կամ հենց սատանայով լցված մեկը։ Ինքը տեսնում է, որ ինքը խախանդ իր համար կանգն է, աղոթում է, մեկը ֆռում է տեսնում է, որ ով է, ով որ եկեղեցի էր հետապնդում, ով որ եկեղեցի էր պառակտում, ով որ խոսում էր նույնիսկ կաթողիկոսություն են ուզում տեղափոխեն, այսինքն ինչի մասին ասես եկեղեցուն միջամտել է պատշնորհական դիրքը չարաշահելով։ Հեղինակությունը աթոռից բխող, պաշտոնից բխող լծակները օգտագործելով արել է։ Սրան գումարեք ցեղասպանության եւ Արցախի տեղահանության հետ կապված խոսքի նկատմամբ, ուրեմն քննադատական եւ երբեմն պատժիչ գործողությունները, որպես փաստ ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի գործից ազատելը, սրան գումարեք էլի բազմաթիվ հարցեր, Նիկոլականները կներվեն, որ ասեմ Արցախի հարցը, որտեղ նիկոլականները մի բան էլ ուրախ են, որ Արցախի հարցից պրծել են, բայց քանի որ այս եթերս նաև նիկոլականների համար է, Արցախի հարցը չեմ ասում, դե դու գիտեք, դա առանձնակի, հա, նիկոլականների համար թեմա չի։ Լավ, մնա Զանգեզուրի Միջանցքի հարցը որպես անխոչնդոտ անցում, Ադրբեջանի թելադրանքով ուրեմն Սահմանադրության փոփոխություններ եւ էլի լիքը ուրիշ պահանջներ, վերջին հաշվով սպառնալիք, որ եթե ինչ չընտրեք, ապա պատերազմ կլինի, այս ամեն ինչը գումարած այս տղու մեջ կա։
Այս ամբողջ ցասումը կա։ Եթե ուրիշ բան չկա, այսքանը կա։ Ու հանկարծ շրջվում եւ տեսնում է այդ վիճակը ու հերիք չի այսքանից հետո այս երիտասարդը, այս ինքնասեր, արժանապատիվ, իմ գնահատմամբ, ես տեսա։ Անձամբ իրեն չեմ ճանաչում։ Այս երիտասարդը մեկ էլ իրան հրում են, որ ով կանգնի այ մարդ։ Կանգնի Նիկոլ Փաշինյանը։ Դուք պատկերացնում եք այդ մարդու հոգեվիճակը։ Պատկերացնում եք։ Պատիժը, այս ամեն ինչը նկարագրել եմ ես։ Արհեստական բանականությանը որպես դատավորի, այս ամեն ինչը մանրամասն առանց ավելորդությունների նկարագրել եմ։ Դու մի բան էլ չիջեմ, այսքան նորից տակ երկու անգամ շատ ասեցի։ Սրա կեսն եմ նկարագրել։ Հիմա նայ։ Հաշվի առնելով աֆեկտը, հարվածի թույլ լինելը, քաղաքացու նախնական բարի մտադրությունը, այսինքն աղոթելը, եւ վարչապետի կողմից իրականացվող քաղաքական սադրանքի զգացումը, ես կնշանակեի նվազագույն պատիժ։ Սա արհեստական բանականություն։ Կարակ դուք էլ ձեր արհեստական բանականությանը հարցրեք, բայց այս ինչ նկարագրեցի սիտուացիան ծերից ծեր պատմեք։ Ուղղակի մի ասեք, եթե Ամերիկայում հարված է նախագահին, ինչ կլինի։ Գրեք ինչպիսի հանգամանքներում, ինչպիսի իրադրության մեջ, որովհետև ամերիկյան դատավորները այտենց չի էլի, որ ձեր պատգամավորների պես կյանքից կդրված, օրենքից, իրավունքից անգրագետ մարդիկ են։ Մի տող կարդացին, արդեն իբր թե գիտեն։ Գիտեք, որովհետև երկրորդ տողը արդեն ուղեղի համար նագրուսկա է, չի ձգում։ Քունը կտան, երկրորդ տողը կարդաց ու շագնաց կլինի։ Թթվածնա քաղցի մեջ կհայտնվի ուղեղը։ Այդքան աշխատելուց հետ վարժված են։ Եվ եզրակացության մեջ ասում ոչ մի բանտային կալանք, պայմանական վճիռ կամ սիմվոլիկ տուգանք հնարավոր է հանրային աշխատանք։ Ու դատավորի խոսք ասում, իդեպ ասեմ, Ամերիկայում դատավորը վերջում իր կողմից կարծիք է հայտնում, իր գնահատականն է տալի, որ մարդկանց էլ հասկանալի լինի, որովհետև իրանց մոտ ընդունված չի, որ ես ասեցի, ուրեմն տենց է։ Դատավորը պետք է վերջում բացատրի, այդ ինչի տենց արեց։ Դատավորի խոսքը ասում այսպեսին կձևակերպեի, այս դատարանը հասկանում է քաղաքացու հոգեվիճակը եւ այն սուր անարդարության զգացումը, որ նա տածում է վարչապետի վարած քաղաքականության նկատմամբ։ Սակայն ժողովրդավարության մեջ մենք մարմնին հարվածում ենք քվյաթերթիկով, ոչ թե ձեռքով։ Քանի որ հարվածը եղել է նվազագույն եւ աֆեկտի տակ, դատարանը ցուցաբերում է առավելագույն ներողամտություն։ Ժողովուրդ, ես էսի չեմ սկառուցել, չեմ ստացել։ Սկզբից ինքը ասել է, որ դա ծանր է, 10 տարի կարա հանցագործ բանը պատիժ լինի, եթե հարվածել է նախագահին Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Բայց երբ որ մանրամասնեցի հանգամանքները, ապացուցեցի, որ դա նախապես չի պատրաստվել, հատուկ դիտավորությամբ չի ծրագրավորվել, այդ մարդն էլ աղոթող քրիստոնյա է, իր աղոթքի տեղում եկե իրան բրթմեն, ասում են գնային կողմ։ Արհեստական բանականությունը որպես դատավոր այսպես խոսեց։ Դուք էլ այդ ամեն ինչը ներկայացրեք։ Սկսեք այն պահից, որ տղան իր համար կանգնած աղոթում է, մեկ էլ իրան բրթում են, ասում են ստից պետք է գնաս։ Ու ինքը ասում է ստից չպետք է գնամ։ Սկսեք այդպես նկարագրել ձեր փորձ, ձեր արհեստական բանականություն, chat GPT-նա, Gemini-նա, Gemini-նա, ով դուք կամ են չինական տարբերակն է։ Դուք ինքներդ հարցրեք, տեսեք ինչ կպատասխանի։ Միացյալ Նահանգների կարգով։ Ահա։ Էս սենց։ Հիմա ինչա լինելու այդ տղայի հետ կտեսնենք։ Կամ կլինի պրիվետ ռոբոբերացիան, այսինքն կտանեն կփագեն, տարիներով կալանք կտան եւ այլն, կամ եթե կլինի այնպիսի դատավոր, որտեղ էլ եմ ասում, մեր դատավորների մեջ կան շատ լավ իրավունքից հասկացող եւ պահող իրավունքը պահող ուրեմն կադրեր, մասնագետներ, չգիտեմ ինչպիսի դատավոր է տղային կպատահի, կհանդիպի, համենայն դեպս իշխանություններին նախ ինչի եք այդպես պրովոկացիաներ անում, ինչ եք ուզում ասել այ մարդ։ Քաղաքում, հատկապես կենտրոնում դուք տեղ չունեք ժողովուրդ։ Ու էսի ինադի պրինցիպի հարց չի էլի, ասեք ինչ ենք ուզում այ մարդ։ Կլինի մի քիչ քիչ իրար լարենք։ Եվ երկրորդ նիկոլականներին ասեմ, որոնք օրինակ ինձ կարան մեղադրեն բանը, ասենք, չգիտեմ, քոչարյանական լինելու մեջ։
Ժողովուրդ, բոլորին դեմ եմ նախաձեռնություն, այս 2 ամիսը արդեն գործնեություն է ծավալում։ Դուք մի օր Նիկոլենց կամ Նիկոլի Բերանից լսել եք անդրադառնա բոլորին դեմին։ Կամ անդրադառնա հիմնադիր ազատակարգ կուսակցության ոչ ֆորմալ կուսակցության սահմանադրության նախագծին։ Մի օր լսել եք մեր անունը տա։ Այսօր մենք Վանաձորում մարդիկ չգիտեին, որ կա բոլորին դեմ եմ շարժում։ Իսկ եթե Նիկոլը մի անգամ ասեր, որ լավ ասեր, վատ ասեր, էական չի, բոլորին դեմի մասին ասեր, ամբողջ Վանաձորի Նիկոլապաշտները գոնե, հանրապետության մյուս մարզերի Նիկոլապաշտները կիմանային։ Այն մարդիկ, որոնք Նիկոլապաշտ չեն, այն մարդիկ, որոնք Նիկոլին չեն սիրում կամ չեն ընդունում, նրանք էլ կիմանային։ Այսօր արդեն մենք կգնայինք, ոչ թե կասեինք, գիտեք սես բան կա, այլ կբացատրենք, թե դա ինչի մասին ավելի մանրամասն։ Բայց ում մասին է խոսում, ում անունն է հնչեցնում, ում ավելի շատ ռեկլամ անում Նիկոլ Փաշինյանը, Հմեկը Նիկոլ Փաշինյանի բերանով, Պետրոսը իր հարցազրույցներով, քանի կար Սամվել Կարապետյանն էր, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա բոլոր նիկոլականներին եմ ասում, եթե իրոք ձեր համակիր երազանքների վարչապետը այդքան լավն է, բախի է այդ մարդկանց անունները տալի, այդ մարդկանց ամիսներ շարունակ ռեկլամ անում։ Կամ այդ մարդկանցով վախացնում։ Եթե նա օրինակ մեր պես երիտասարդ ուժերի, օրինակ, ես էգոիզմ չեմ անում, Գուրգեն Սիմոնյանի անունը խի չի տալի Նիկոլ Փաշինյանը։ Ինքը բոլորին դեմեմից չի։ Այսինքն ուզում եմ ցույց տամ ժողովուրդ, որ ես այնպես չի, որ իմ դարդն եմ։ Գուրգեն Սիմոնյանի անունը խի չի տալի։ Խի չի ասում Գուրգեն Սիմոնյանը սենց, Գուրգեն Սիմոնյանը նենց, որ ժողովուրդն է լսի, իմանա երիտասարդ կադր։ Տարածվի, ասեն արա, տես Նիկոլը հետը հաշվի է նստում։ Նիկոլը նրանից վտանգ է զգում։ Ուրեմն նա լուրջ բան է։ Չէ, ռեյտինգը կբարձրանա, չէ՞ այդ մարդու։ Նույնը բոլորին դեմին կարա։ Մեր սահմանադրության հիմնական սկզբունքներին կարա անդրադառնա։ Ոչ, նա միայն անդրադառնում է այն մարդկանց, ում եթե հանցանք արնեն արած ինքը չի դատե։ Այսինքն ինքը հետամուտ չի ելե։ Իր ուժը, իր քաղաքական ուժը հետևներից չի գնացել։ Հակառակը, այս էլ արդեն երկրորդ անգամ, չէ՞ ինչ երկրորդ անգամ։ Առաջի անգամ նոր էր հանրապետականի կողմից կարգվել վարչապետ։ Աշնան ընտրություններ արեց նախկինների հետ որպես այլընտրանք ընտրվեց, երկրորդ անգամ Քոչարյանով է վախացնում, հիմա էլ չի կողմնորոշվում, որ մեկով վախացնի, Սամվել Կարապետյանով թե Քոչարյանով։ Դրա համար գցել են ռուսամետ, թե այդ չոքչիներ, դուք ինչ եք իմանում ռուսամետն ինչա, չռուսամետն ինչա։ Բրեժնևի Ցիլոն էլի եմ կրկնում, Նիկոլը դրե Բրեժնևի, Գարբաչովի, Խրուշչովի, չգիտեմ, Անդրոպովի Ցիլոն դրե, թե Անդրոպովը ցենց բան են, մորթուց գլխարկներ, չեմ հիշում։ Հա, դրե հելը ընկելա Մեյդան, Ռուսաստանին է մեսիջանում, կեպի է դնում, Եվրոպայի կողմից ասում են ընկեր գնա չենք հավատում, վիզային ռեժիմը, որ խոստանում էին պետք է բացեն, չեն բացում, թեև եսի ինչ չէ, բայց նույնիսկ այդ ստից բան է, վիզային ռեժիմը չեն բացում, ասում են գնա ընկեր, չենք հավատում։ Գնացե երկար բարակ պատմում այն չի ինքը Եվրոպայում պատմում չի ինքը Եվրոպա բանին հետապնդում, որտեվ KGB-ի եկեղեցուն հետապնդում, որտեվ KGB-ի հետ, KGB-ի հետ կապ ունեն, բանկեր բռնի դատի, ազգային անվտանգության հարց հա։ Սուտ, հավայ։ Եվրոպացիք էլ խո գիտեն, ավելին, եվրոպացի գիտեն, որ Ալիևը ինչ պետք է եվրոպական ծրագրերի համար, այսինքն էներգակիրների միջինասիական էներգակիրների դեպի Եվրոպա, ադրբեջանական էներգակիրների դեպի Եվրոպա տարանցումը Հայաստանով, Ալիևը ստենց տնեն ծանող է, ելին չիներին ապետ Նիկոլին մարդը հաշիվ անեն, առանձնակին ինչ-որ բոնուսներ տան։ Ալիևը իր վրա է վերցի, ասում անող է, մենա միջանցնել հայ-հայա ստորագրումը։ Հայ-հայա ստորագրումը, ավելին ասեմ, ժողովուրդ ջան, թե սահմանադրության նախագիծը բերելու համար է Նիկոլին պետք լինելու 2/3 ձայն, քվե ազգային ժողովում, թե այդ Զանգեզուրի Միջանցքի հետ կապված ծրագիրը վավերացնելու համար պարլամենտում իրան պետք է լինելու 2/3 ձայն։
Չնայած կնայած իր ձևի բան կդի։ Մինչև դա կարա հանրակրվեի այդ համաժողովրդական։ Ասելիքս այն է, որ մեր մասնակցությունը այս process-ին խիստ կարևոր է։ Եվ եթե մենք ընդ կարողանանք նույնիսկ 4% հավաքել ու թույլ չտալ այս ծրագրերի իրականացմանը, դա արդեն ահագին գործ կլինի։ Եվ դա ոչ թե երկրի գլխին պատերազմ կբերի, դա երկու բանը կարա լինի, կամ Նիկոլը հաջորդ օրը հայտնվում է բանտում, կամ փախնում է։ Եվ ոնց որ թե Պուտինի հետ զանգելը բան, այս կոնտեքստում է։ Թե այդ միջանցքի հետ կապված, թե ընտրությունների հետ կապված։ Մի հատ էլ ասում է կարող է Պուտինը ինձնից հանդիպում խնդրի։ Ես պիտի խնդրեմ։ Իբր թե ռուսներին ատողներ, իբր թե հակառուսական Նիկոլի ջատագովներ։ Լսել եք, որ ասում է ես պիտի խնդրեմ Պուտինից հանդիպում։ Ու խոստանում է հեսա գնում եմ Ռուսաստան։ Գնում է ինչ անի։ Գնում է իշխանությունը սիրուն, խոսա, քցի բռնի պայմանավորվի, եթե իտոգի չկան, անվտանգության երաշխիքների դիմաց հանձնի Սամվել Կարապետյանին իշխանությունը գնա։ Հանձնի մեր ձևովին գնա։ Չի անի, որովհետև տենց հավատում վստահում եք, հա, Նիկոլի համակիրներ եմ ասում, նրա կինը իրան չհավատաց, քաղաքական իմաստով չէ, անձնական իմաստով, անձնական ներընտանեկան հարցով նրա կինը նրան չհավատաց, կինն է գնացել, ոչ թե ինքը, երբ որ ամուսինները բաժանվում են, ուզում ես իմանաս երկուսից որ մեկն է եղել փչացած, տեսով է գնում, Տեվ ումից են գնում, ումից գնում են փչացածը նա է։ Աննա Հակոբյանը գնաց սրանից, սա է փչացածը, իսկ թե ինչու՞մ է փչացած, իհարկե Աննա Հակոբյանը ձեզ չի ասի, միայն իր ելույթը դրեք լսեք և ենտեք սիրում են բոլորիդ խոսքի մեջ, լսեք ինչա այսպես ակնարկում, որ այդ սիրում են բոլորիդը սուտ է, իր մարդու այդ խոսքը հաճախ ասող սիրում են բոլորիդ, սուտ է, նա դա ակնարկում է, դրեք լսեք։ Չեմ բացառում, որ այստեղ խիստ հաշվենկատ օպերացիա էլ կա, բայց հիմքում համոզված եմ, հիմքում կա անձնական վստահության, հավատարմության խնդիր, ու անհավատարմությունն ու անվստահությունը ենթադրում եմ ոչ մի անգամով, ոչ մի անվակ, ենթադրում եմ բազմակի, եղել է ամուսիններից նրա կողմից, ով որ մնացել է մատանին էլ ձեռը միջև հիմա այս կողմ են կողմ է գնում։ Դուք էսի քյոր եք, չեք տենում։ Մի դիտարկեք որպես քննադատական խոսք, հականիկոլական խոսք։ Ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը եղել է արարքներ, որոնք ես ճիշտ եմ ընդունել, ասել եմ դրանք ճիշտ է։ Նույնիսկ Արսեն Թորոսյանը եղել է արարքներ, ես դրանք ճիշտ եմ ընդունել, ասել եմ ճիշտ է։ Եղել է պետության սիմվոլ ինստիտուտ, որպես նրանց նկատմամբ ոտնձգություն եղել, ասել եմ ընկեր ջան, չի կարելի։ Ոնց որ այսօր եկեղեցու կաթողիկոսին անձը չընդունելով, ամեն դեպքում հարգում եմ այդ ինստիտուտը ու ասում եմ չի կարելի նրա հանդեպ անել այն ամենը ինչ որ անում եք։ Հիմա ես այդպես համակարգային մտածող եմ։ Ես մեղավոր եմ, որ Չուկչի ջան, դու այդ ֆայլը, այդ տեղը քո ուղեղում չկա, այդ նյարդային կոնտակտը չկա։ Ես մեղավոր եմ։ Իմ մոտ կա։ Հետևաբար դու ինչ չես կարա հասկանաս։ Ոնց բացատրեմ։ Օրինակ, ոնց կարա տղամարդը հասկանա մենստրուալ ցավը ինչ է, կամ ծննդաբերական ցավը ինչ է, չի կարա հասկանա, այ մարդ ինքը իր ուղեղում այդ ցավի զգացման համար հարմար տեղ ինֆորմացիայի տարածություն չկա, չի կարա հասկանա։ Մեկ պացիենտը ինձ բացատրում է, ուզում է որովայնա ցավը նկարագրի, ասում է բժիշկ ջան, գիտես ոնց ալում, ասում է ծննդաբերական ցավի պես, կամ ասում է մենստրուալ ամսեկան, էլի, մենստրուալ ցավի պես։ Հա ես կյանքումս մենստրուալ ցավ չեմ զգացել, ես ոնց իմանամ դա։ Որպես բժիշկ հասկանում ես։ Նու կա, օրինակ ծննդաբերական ցավը շատ հաճախ նմանացնում են քար գցելու, օրինակ երիկամից քար գցելու ցավին են նմանացնում։ Մարդիկան, որ ասում են չէ, այն մեկը ավելի ուժեղ է, ասեք ծննդաբերական ավելի ուժեղ է։
Վերջ ուզում եմ ասեմ, դիագնոզը դրանից չի տուժում, որ դու այդ ցավը չես քաշել։ Բայց հարցը սրան ստեղ ինչու՞մ է, եթե այդ մարդը համակարգային է մտածում, իսկ քո ուղեղում այդ համակարգային մտածելու ֆայլը, չիպը չկա, ընկեր դու չես հասկանալու։ Ու քանի որ մեծամիտ ես, դու ասելու ես սխալ է խոսում, ոչ թե ասելու ես ես, ինքդ քեզ ասելու ես, որ դու դեբիլ ես, այս ասած խոսքը չեմ հասկանում, դու ասելու ես չես ինչ աղբաղ բաներ ա խոսում, ես չեմ հասկանում, ուրեմն սխալ ա խոսում, որ ես չեմ հասկանում, դու այդ ձև ես մտածելու, բայց խնդրում եմ, այս վերլուծություններս ու փաստերս ժողովուրդ հաշվի առեք, ստեղ մի երկու բան ունեի ընդհանուր առմամբ, հա, դրա մասին առանձին կանրադառնամ, մի ուրիշ հոդվածում, այսօր եկեք սևեռվենք այդ տղայի արարքի վրա եւ պարոն Փաշինյան, դու չեք զգում այս ժողովրդի տրամադրվածությունը, դուք կրակի հետ խաղ եք անում, պետքա ձեզ, մեզ էլ պետք չի, մեր երկրին պետք չի, մեր երկրին պետքա կայունություն, հանգստություն, մեզ պետքա սովորություն դարձնել, իշխանություն փոխանցել ընտրություններով։ Թեև դուք արդեն այնպես եք արել, որ այնպես եք դասավորել, որ եթե իշխանությունը փոխանցելու եք Ռուսաստանից եկած կամ Ռուսաստանից, այսպես ասած, խորհուրդներ լսող ուժերին։ Դուք եք հակառուսականը։ Այսօր, հենց այսօր Հայաստանում իշխանափոխությունը լինի, հաջորդը կանգնելու են ամենամեծ ձայներ ռուսական ուժերն են վերցնել, որտեղ արդեն շտաբերը բացել են, քարոզարշավն անում են, ում պետքա զրուցել են, ում պետքա կդրե կապել են, իսկ ոչ ռուսական։ Արևմտամետներն էլ դե ասենք, չեմ ուզում վիրավորել, բայց ասենք Խզմալյանն ու Բաբաջանյանը, Արման Բաբաջանյանը, ավելի շատ վարկաբեկում են արևմտամետությունը, արևմտյան արժեքները, քան թե քարոզ, ինչքան իրանք շատ են խոսում արևմտյանի մասին, այնքան ժողովուրդը հատկապես քննադատաբար մտածող կոնտինգենտը, այնքան ավելի է հիասթափվում այդ ամեն ինչից։ Թե որ առանձնակի հիացած ենք, ոչ էլ հիասթափված ենք։ Մենք գիտենք, հասկանում ենք, թե նա ինչ շահեր ունի, եւ դրա համար մարդիկ իրանց սեփական պետությունն են ուզում։ Սեփական պետություն։ Ինքնիշխան պետություն, մենք ետ ենք ուզում, արևմուտքի հետ էլ լավ լինենք, Ռուսաստանի հետ էլ վատ չլինենք, բայց մենք մեր անկախ, մեր սեփական պետությունն ենք ուզում, եւ եթե հարգելի ժողովուրդ, ես էլ դիմեմ էլի նիկոլականներին, այդքան աշխարհ քաղաքականից հասկացող եք, մի քիչ մտածեք այն մասին, որ Իրանում պատերազմը ձգձգվում է, այդ դրա մասին մի քիչ մտածեք, մտածեք այն մասին, որ իրանական դեպքերը աշխարհ քաղաքական տրամադրություններ են փոփոխելու մեր տարածաշրջանում, հատկապես Ռուսաստան, Չինաստան, Իրան, Ստեբանա փոխվելու, մտածեք այդ մասին, եթե դուք իրոք տենց արտաքինի մասին, ներքին հարցերը լուծել ենք, պետության ներսի հարցերը սաղ լուծած է, մնացելա դրսի հարցերը, իհարկե սա անհեթեթություն է, բայց եթե դուք այդ անհեթեթ մտքերով եք, գոնե մի քիչ ակտուալ էլի, մեր այսօրվա անմիջապես մեր վրա ազդող հարցերից հələ մի քիչ մտածեք, թե չէ դրել եք 100 տարվա նույն երգն եք երգում, Ռուսաստան, պրոռուսական, Ну, Ժողովուրդ ջան, թերևս այսքանը։ Իհարկե բռնությունը ոչ մի դեպքում խրախուսելի չի, բայց գոյություն ունի ապստամբելու իրավունք, պարոն Փաշինյան։ Գոյություն ունի բռնակալության դեմ, կեղեքման դեմ, այն ամենի դեմ, ինչ որ դուք անում եք, ու դեռ պիտի անեք, այդ ամեն ինչի դեմ աշխարհում գոյություն ունի ապստամբելու իրավունք։ Մեզանից ամեն մեկը չի, որ այնքան տղամարդկություն ունի, ինչքան այդ տղան այդ պահին, դա էլ հարցը աֆեկտի տակ արես, թե իր բնից տղամարդկություններ։ Չեսնի ասեմ։ Մեզանից ամեն մեկը չի, որ այդքան դուխ ունի, այդ տղեն ուներ։ Ես այդ արարքը չեմ անի։ Բայց չեմ կարող չհարգել այդ տղայի արածը։
չեմ կարող չհարգել։ Այն վերջում չպետք է խփեր։ Խփելուց ուրիշ ձև պետք է խփեր։ Բայց թողենք դա արդեն։ Մենք սկսի այդքանը չենք անում։ Դրա կեսը չենք անում։ Ես հարգում եմ այդ տղայի արածը։ Նա դա անելու իրավունք ուներ։ Օրենքը դա արգելում է, բայց դա անելու իրավունք, դա անելու բնական իրավունք նա ուներ։ Ու եթե ինչ-որ մեկին կամ մեղադրելու, ձեր անվտանգության աշխատակիցներին և ձեր թիկնազորի պետին մեղադրեք, որը տենց անվոտ ու գլուխ, անկազմակերպ գնաց է մխրճվում եք հավատացյալ ժողովրդի մեջ ժամերգության և կրոնական ծիսակարգի ծիսակատարության ժամանակ։ Ձեր անպատրաստվածությունն ու փնթիությունը մեղադրեք։ Պարզապես երբ որ դուք ձեր թիկնազորի պետին ասեք, այ անպետք, օրինակ, ինչի սենց չէիր արել, նախապես էս ամեն ինչը չէիք պլանավորել, ձեր թիկնազորի պետը կֆռակ ասի շեֆ, լավ չես, դու չէիր տենց ծալդ մի պահ սենց ծռվեց, մի քիչ էլ մի ծալ էլ պակասեց, ու տենց հելար ասիր պտի գնանք։ Դու չասիր է տենց անվոտ ու գլուխ ու անպատրաստ։ Այդ տենց քեզ կպատասխանի քո թիկնազորի պետը, մանիպուլյատոր, պրովոկատոր։ Սատանա, ժողովուրդ ջան, գնացեք, որտե ուզում եք ասեք, մարդը առավոտը եկեղեցի գնա, հանգիստ, քիրջը հանգիստ, Աստծու հետ, հոգևոր արարողության մեջ հանգստություն գտնելու, մեկ էլ սենց բան գա գլխին։ Մեկ է սենց բան գա գլխից, մի ժամից հայտնվի բերդում, ձեռքերը ոլորած ընենց է սենց գլուխը սխմել են ներքև, յանի ես իմ ինչ եմ բռնե։ Յանի հանցագործ են բռնե։ Հանցագործները թրև են գալի։ Հանցագործները նախընտրական քարոզարշավ են անում։ Հանցագործները պարլամենտում ուժ են ներկայացնում։ Սրանք էլ գնացի հանցագործ են բռնե։ Գետին եմ մտնեք։ Լավ նոտայով, չեմ կարա լավ նոտայով, համտացնում եմ այդ տղու ընտանիքի մասին, որ հիմա տունը նստած է կամ չգիտեմ, դատարանների ու բերդերի դռներն են։ Շար էլի, շարը հենց, այ շարի արձանը որ դնեն, ասենք միտեղ, շարի արձան դնեն, փորձանքի էլի, շար ու փորձանքի արձան, Նիկոլ Փաշինյան, քու դեմքով պտի դնեն, շար ու փորձանքի արձանը քո դեմքով պտի դնեն աշխարհում, որ գան նայեն ասեն, էսով ասեն շար ու փորձանքի մարմնավորումը, այ, շար, իբր թե Սամվել Կարապետյանին, Քոչարյանին դեմ, առավոտի ծիրիկուն իրանցից է խոսում, իրանց է ռեկլամանում, առավոտի ծիրիկուն Սամվել Կարապետյան ու Քոչարյանը ռեկլամանում, են դեպքում, երբ որ երկուսն էլ իրանց անցյալում հարուրատ քայլ ունեն արած, որոնց համար այդ մարդիկ կարային այսօր լինեին շատ ավելի զուսպ միջավայրում, քան ազատությունն է կամ տնային կալանքը նույնիսկ։ Էս էլ սենց, դե գնացեք, նիկոլականներ։ Սոնան գրելա մեզ Սողոմոններ են պետք, Սոնա ջան, այս անպետքությունը ժողովրդի մեր, ինձ էլ հետը դնեմ, չնայած ես դրա մեջ փայատեր չեմ հաստատ, ժողովրդի ծոցից է դուրս գալի, այ ընկեր, Սողոմոնները ինչ Թելերյան նկատի ունես, ինչ պետք է անի Թելերյանը, ինչ պետք է անի, ժողովուրդը այս անպետքներին է առաջի պլան բերում, այս անպետքներին է հավատում, ընտրություններ են, չէ, մի մարդու պես կարան գնան, ենթադրենք պտիշկա դնեն, ասում եմ երիտասարդ ուժերին, ոչ պտիշկա դնեն Սամվել Կարապետյանին, ոչ ենթադրենք Քոչարյանին, ոչ էլ բանին, Նիկոլին, ասեն գրեն բոլորին դեմ եմ կամ էլի ինչ որ երիտասարդ ուժեր, ժողովուրդը կարա դա անի, իրա ձեռնա, չէ, որ գնաց այդ օրը դա արեց, ով կարա այդ շուրջ տա, փաստը փոխի,
Հաջորդ օրը կլինի իշխանապողություն, կլինի, բայց հեսա կտենաս էթալու է ինչ անտրելու, այդ ժողովուրդը։ Սողոմոնը դուք պրիչում։ Սողոմոն Թելերյանին շիտա պետք այդ ցավը տանեմ։ Հունիսի 7-ին ընտրություններ են, եթե այս ժողովուրդը այս ամեն ինչի ծնողը չի, այս ամեն ինչի սնողը չի, այս ամեն անպետքությունը, այս ժողովրդի միջին վիճակագրական ժողովրդի, էլի ոչ բոլորի, միջին վիճակագրական արտացոլանքը չի, մարմնավորումը չի, եթե այս ժողովուրդը այդ բարոյական առաքինի սկզբունքային Սողոմոն Թելերյան երազող ժողովուրդն է, գեթ հանրությունների օրը խաղաղ օրինական ճանապարհով ուղակի ձայնը կտա երիտասարդ ուժերին։ Կարա անի, կանի, չի անի, որովհետև էս է այս ժողովրդի դեմքն է։ Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, ելնդե ովքեր կան։ Էս է այս ժողովրդի դեմքը։ Մանասյան Հայկը, Իշխան Գևորգյանը, Սպարտակը, Քոչարյան, Գյուրեղյանը, Սպարտակ, Արամ Քոչարյանը, մնացածը, Գուրգեն Սիմոնյանը, նրանք էլ են, Դավիթ Սանասարյան, նրանք էլ են, Հայկոն Մարության, նրանք էլ են այս ժողովրդի դեմքը, նրանք էլ են ներկայացնում այս ժողովրդի դեմքը, բայց դա կգնաս ընտրություններին կտնաս, թե ով քանի տոկոսա հավաքել, ըստ դրա կորոշենք, թե այս ժողովուրդը ինչ դիմագիծ ունի, Թելերյանին հանգիստ թող, ու տնկապես Թելերյանն էլ պետք չէ, կգնաս կտեսնես, հես ընտրությունները կլինի կտեսնենք, ինձ էլ է հետաքրքիր, թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, կփորձեմ պատասխանել ձեր մեկնաբանություններին, բայց այնքան հոգնած եմ ժողովուրդ, ես այս լայվից հետո, ընդհանրապես այս լայվերից հետո մեկ չեք պատկերացնում, ինչ ձև եմ հոգնում, մինչև լայվեր այմ ամեն օրվա ակտիվության մեջ, այսօր էլ ամբողջ օրը ճանապարհներին, մանավանդ ես չէի, ղեկին էդ ինձ համար շատ դժվար է, էլի, որ ես չեմ ղեկին ու տենց երկար ճանապարհ են գնում, նու տենց, ինչ ասեմ, ձեզ բարի անշարժ գիշեր, բարի երազներ, շարից ու փորձանքից հեռու, ժողովուրդ ջան, շարից ու փորձանքից հեռու, բարի գիշեր։